Բարև ձեզ, Ամեգլուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Վաղաշաբաթի ընտրություններում դուք հաղթեցիք եւ այնտեղ այնպես ուրախություն էր ու սոցցանցերում մամուլում ձեր կուսակից ընկերներ այնպիսի հաղթական տրամադրություն են ստեղծել, որ կարծեք թե դա ոչ թե մի քաղաքի ընտրություն էր, այլ համապետական ընտրություն էր, ազգային ժողովի ընտրություն էր, որտեղ դուք ինչպես ձեր կուսակիցներն են ասում, ջախջախիչ հաղթանակ եք տարել։ Ինչու է այդքան կարևոր դա ձեզ համար։ Ես կարծում եմ, որ ցանկացած համայնքում եւ ցանկացած ընտրություն է կարևոր եւ այդտեղ որևէ վատ կամ ամոթալի բան չկա, երբ որ դու քո կատարած ջանքի արդյունքը տեսնելով ուրախանում ես եւ մենք էլ ուրախացել ենք դրանից եւ նաեւ ուրախացել ենք, որ հերթական ժողովրդավար ընտրություններն են անցկացրել որպես նաեւ պատասխանատու ընտրությունների համար եւ որտեղ արձանագրվել է ժողովրդի քվեն եւ այդ երկու բանը կարծում եմ այնքան կարեւոր է եւ մեր հաղթանակը եւ ընդհանրապես ժողովրդավարության հաղթանակը որ ված չի դա տոնելը կամ ուրախանալը չեմ հասկանում ինչով է դա տարօրինակ, հա, այսպես ասել։ Ինչ վերաբերում է կապը ապագա մոտակա ավելի շուտ ազգային ժողովի ընտրությունների հետ կա այդպիսի կապ, այո, որովհետև ըստ էության պլանավորած ընտրություն չկա մինչև ազգային ժողովի ընտրությունները եւ նաեւ այս ընտրությունների արդյունքներն են բավական հետաքրքիր համայնքում, հատկապես վաղաշաբաթ խոշորացված համայնքում, որտեղ կա Էջմիածին քաղաքը, իր բոլոր այսպես ասած վերջի զարգացումների առումով առանձնահատկություններով, հա, եկեղեցի եւ այլն։ Նաեւ այդտեղի արդյունքները կարեւոր էին, թե մեր ժողովուրդը ինչպես է տրամադրված ընդհանրապես մեր կողմից վարվող քաղաքականությանը, ներքին, արտաքին, համայնքների զարգացմանը, մեր իրականացված ծրագրերին բազմաթիվ եւ դրանք չեն կարող չարձանագրել եւ չեն կարող հաշվի չառնել եւ մենք եւ մեր մրցակից քաղաքական ուժերը։ Պարոն նախարար, դուք ասում եք ժողովրդավար ընտրություններն, ազատ ընտրություններ են տեղի ունեցել վաղաշաբաթում, բայց դիտորդները, այդ թվում նաեւ անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Իոնիսյան այսօր հայտարարեց, որ 4-5 քրեական գործ է ներկայացրել, հաղորդում է ներկայացրել եւ դրանք բոլորը վերաբերում են քաղաքացիական պայմանագրին եւ որ բարեգործությունը երբեմն զուգորդվել է քարոզչությանը, վարչական լծակների կամ ռեսուրսի օգտագործում է տեղ ունեցել բավականին շատ, փաստորեն նման ազդեցություններ եղել են։ Ես չգիտեմ դա երբ է տեղի ունեցել, բայց մինչ քարոզչական, այսինքն մինչ ընտրությունների օրը տեղի ունեցած ինչ-որ բաների մասին եւ հետ ուրախ եմ, որ կան նման հաղորդումներ եւ միգուցե նաեւ արդեն չգիտեմ քրեական գործեր, որի ընթացքում կպարզվի ով ինչ արել եւ բոլորը կստանան իրենց արժանի պատիժը ու բացարձակ կապ չունի դա տեղի է ունեցել որ կուսակցության կողմից կնի քաղաքացիական պայմանագիր կամ այլ եւ նաեւ փորձն է ցույց տալիս որ հենց այդպես է եղել նաեւ մյուս ընտրությունների դեպքում, բայց նաեւ մենք տեսել ենք բազմաթիվ այդ ընտրակաշառքի դեպքեր նախորդ ընտրությունների ժամանակ թե ազգային ժողովի թե թիմ, որոնք որ իրականացվում են այն ուժերի կողմից, որոնք սովոր են բաժանել ընտրակաշառք եւ այլ տեսակի ներգործություն ունենալ ընտրողների վրա, բայց ձեզ էր վերաբերում։ Դե ես ասացի, եթե դա մեր կողմից որևէ պաշտոնյայի կողմից իրականացված կլինի, ապա նա պետք է ստանա իր արժանի պատիժը, բայց նաեւ պետք է թե դիտորդները, թե մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գնահատի թե նման պոտենցիալ, հա, եթե դրանք խախտումներ են, որևէ ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքի վրա, թե չէ։ Մենք մեր համոզմունքներով եւ մեր ցույց տված այսինքն փորձը արդեն ցույց է տալիս թե ինչպես են վերաբերվում ընտրություններին, եթե մենք նպատակ ունենայինք ամեն տեղ, ամեն գնով ընտրությունները հաղթել, մենք չէինք ունենա մի քանի տասնյակ ընդդիմադիր համայնքապետեր տարբեր համայնքներին, որոնք նորմալ աշխատում են եւ իրենց ոչինչ չի խանգարում ըստ էության։ Դուք կարևորեցիք մինչև համապետական ընտրություններ այս վաղաշաբաթի ընտրություններում ձեր հաղթանակը եւ տպավորություն է նաեւ ստեղծում, որ այս հաղթանակը ձեր համար շատ բուռն եղավ ձեր կուսակցների համար նաեւ այն առումով, որ վերջին շրջանում քաղաքներում, համայնքներում դուք ընտրվելու կամ քաղաքապետ, համայնքապետ ունենալու խնդիր ունեք եւ սա շատ կարեւոր է առումով թեկուզ եւ օրինակը, վերջին օրինակը Գյումրիի պատմությունը։ Դա ամենևին այդպես չէ,
բառը ամենևին եւ պետք չի խեղաթյուրել փաստերը։ Մենք ոչ Գյումրիում էինք մինչ այդ իշխանությունը, ոչ էլ Փարաքարում, եթե օրինակ վերցնենք վերջի երկու արտահերտ Ամեն ընտրությունները։ դեպքում Մի րոպե, չէ։ Մենք որևէ խնդիր չենք ունեցել որևէ համայնքում հաղթելու, ավելին մենք երկու տեղում էլ ավելացրել ենք մեր ընտրողների թիվը, եթե չասեմ բազմապատիկ անգամ, ապա շատ մեծ տոկոսով եւ Փարաքարում ենք ավելի շատ ձայն հավաքել, քան նախկին ընտրություններին, թեև պարտվել ենք, եւ Գյումրիում ենք ավելի շատ համարյա ավելի շատ ձայն հավաքել, քան նախորդ ընտրություններում, եւ դա նշանակում է, որ մեր աջակցությունը այդ երկու համայնքներում էլ այտում է, ինչը իհարկե այս երկու դեպքում չի արձանագրվել որպես հաղթանակ, դրա համար քաղաքականությունը դինամիկ գործընթաց է եւ մյուս ընտրություններին կպատրաստենք ավելի մեծ քվե ստանալու համար եւ չկա նման բան, որ մենք համայնքներում ընտրվելու խնդիր ունենք, բազմաթիվ են նաեւ այն համայնքները, որտեղ որ մենք հաղթել ենք եւ դեռ կհաղթենք եւ այո նաեւ կան համայնքներ, որտեղ որ պարտվել են, բայց մենք այդ բոլոր պարտված տեղերում հիմա ավելի շատ քվեներ ենք ստանում, քան նախկինում։ Պարոն Թորոսյան, թեև վաղաշաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթեց, բայց այնուամենայնիվ ընդդիմությունն էլ քիչ ձայներ չտարավ, գրեթե 40% ձայն տարավ, եւ դա ընդդիմությունն էլ, ինչպես եւ դուք ակնկալիք ունի, որ այն գնալով կարող է ավելանալ մինչեւ համապետական ընտրությունները, որ իշխանությունների նկատմամբ թեկուզ եւ ընդհանուր առմամբ վերցրած ոչ միայն ձեր իշխանության, այլ իշխանությունների ռեյտինգը վարկանիշը իշխանավարության ընթացքում գնալով ընկնում է եւ ընկել է միշտ։ Եվ դա վերջին ցոցարցումները նաև ձեր վերաբերյալ են ցույց տալիս։ Այս առումով մտահոգություն չունեք, որ այդ համամասնությունը վաղաշաբաթում հետո կարող է փոխվել եւ ընդդիմությունը հաղթի։ Նախ ես նորից չեմ համաձայնվի ձեր հետ, որովհետեւ մենք վաղաշաբաթում ստացել ենք ավելի շատ ձայն, քան ստացել ենք նախորդ ընտրություններին, շատ ավելի շատ ձայն եւ հետեւաբար մեր ռեյտինգը կամ համակիրների թիվը վաղաշաբաթում բարձրացել է եւ ոչ թե իջել նախորդ ընտրությունների դեպքում։ Երկրորդը, գիտեք, տոկոսը լինում է 100 եւ եթե դու հավաքում ես 50 կամ 51, մնացած բոլորը հավաքում են մյուսները եւ այդտեղ էլ որևէ տարօրինակ բան չկա։ Բա ինչ լիներ, մենք հավաքենք 50, ընդդիմությունն էլ հավաքել 5%, 45-ը լիներ վակուում, դες չի լինում։ Բա պարզա որ ընդդիմությունն էլ պետք է հավաքի մնացած բոլոր քվեները քեզ քո հավաքածից դուրս։ Եվ հետեւաբար դա էլ է նորմալ եւ քաղաքական։ Ինչ վերաբերում է որ նրանք էլ ունեն աճ, եթե իրենց գործն է, այո, բոլոր քաղաքական ուժերը փորձում են իրենց բազան ընտրողների մեծացնել, իրենց վարած քաղաքականությամբ, գաղափարախոսությամբ, չգիտեմ, այլ գործիքներով եւ դա մշտական մրցավազք է բոլոր քաղաքական ուժերի միջև եւ ես վստահ եմ, որ մենք այդ մրցավազքում հաղթող եղել ենք եւ լինելու ենք, բայց այդ վստահությունը ոչ թե տենց հիվանդագին ինքնավստահություն է, այլ աշխատանքի մեր կատարած աշխատանքի արտացոլանքն է, մեր տեսլականի, մեր երկիրը զարգացնելու եւ նաեւ այս տիպի ընտրություններում մեր տարած ձայների։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու ընտրությունների ժամանակ 2026 թվականի ազգային ժողովի եւ մենք ունենալու ենք կրկին առաջին հերթին հաղթանակ ժողովրդի եւ ժողովրդավարության, որտեղ քվեն ամբողջությամբ արտահայտվելու է, ինչպես որ ժողովուրդը կորոշի այդպես է լինելու եւ մենք էլ լինելու ենք այդ քվեի ամենաշատ ստացողը։ Ինչ եկես համոզված կամ Չեմ կարակ ուգասացի Ես ասում եմ, որ մեր կատարած աշխատանքը եւ մեր գաղափարախոսությունը ես վստահ եմ, որ ընկալվում է եւ մենք դա տեսնում ենք նաեւ այսպիսի ընտրությունների ժամանակ, ազգային ժողովից ընտրություններից առաջ համայնքային ընտրությունների ժամանակ եւ մենք նաեւ այդ ամեն ինչը տեսնում ենք մեր քաղաքացի շփումների ժամանակ եւ վարչապետը իր գրեթե ամենօրյա աշխատանքի ժամանակ եւ մենք եւ ընդհանրապես մեր կատարած այդ ծրագրերի արդյունքն ենք տեսնում շատ լայնածավալ, որոնք երբևէ Հայաստանի պատմության մեջ չեն իրականացվել եւ դա մեզ թույլ է տալիս սպասել լավ արդյունքների նաեւ 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Ես հակառակում ինձ համոզող որևէ փաստակ չեմ լսում մինչ օրս ճիշտն ասած։ Իսկ ձեր կատարած աշխատանքը ասում եք հատկապես ինչը կամ մի քանիսը շատ կարևորներ ասեք, որ հարյուրավոր են շատ կարևոր, եթե ասեմ, հարյուրավոր են ու շատ խոշոր, շատ ակնառու, շատ խոշորներից հարյուրավոր են շատ ակնառու եւ շատ խոշորները, եթե խոսքը օրինակ նույն համայնքների զարգացման մասին է, այնպիսի լայնածավալ աշխատանք է կատարվում սկսած
ճանապարհաշինություն, ջրաշինություն, լուսավորություն, դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, վերջացած բովանդակային բարեփոխումները, որոնք որ տեղի ունենում արդեն ըստ ոլորտների, ասենք, չգիտեմ, հիմա հեսա առողջապահության ապահովագրությունն ենք ներդնում, մեր կենսաթոշակներն ենք բարձրացնում հետվճարով, ծրագիրը բանի 16 միլիոնների, որ էլի մոտ 1000 տան քվոտա ենք ապահովելու, այսինքն շատ են ըստ ոլորտների կարելի ասել դպրոցների, չգիտեմ, դասատուների, մանկավարժների հետ կամավոր ատեստավորումը, աշխատավարձի բարձրացումը, ռազմական ոլորտում մեր բարեփոխումները, չկա տենց ոլորտ, չկա այդպիսի ոլորտ, որտեղ որ շատ էական լավացում արձանագրված չլինի։ Իհարկե դա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է եւ այլևս անելիք չկա, կա անելիք եւ միշտ լինելու է անելիք, բայց մենք նաեւ ցույց ենք տվել մեր հաստատակամություն եւ կամքը այդ ամեն ինչը անելու, ոչ թե պարզապես խոսելու եւ ոչինչ չանելու։ Տեսեք, ընդդիմությունը կամ փորձագետներ նաև հայտարարում են այն մասին, որ ողջապետի ընտրությունները, եթե իսկապես նախերգանքն էին կամ նախապատկերն են 26 թվականի համապետական ընտրությունների, ապա դա լինելու է գրեթե այն նույն պատկերը, ազգային ժողովում գալու են գրեթե նույն համամասնությամբ շատ փոքր տարբերությամբ այն նույն ուժերը, ինչ որ հիմա գոյություն ունեն։ Եվ ստացվում է, որ հակադարձում են նորից ձեզ կամ բարձրաձայնում են, որ դուք ունենալու եք այն ընդդիմությունը, որը, ինչպես դուք եք ասում, նվեր է ձեզ համար։ Իսկ ինչ են մեզ հակադարձում, կարելի է իմանալ։ Բարձրաձայնում են շատերին կարելի։ Ինչ են մեզ հակադարձում։ Միգուցե իրենց պետք է հակադարձեն, որ իրենք ունակ չեն այնքան, որ իրենք զբաղեցնեն այդ ընդդիմության տեղը։ Միգուցե պետք է հայլու մեջ նայել եւ ոչ թե մեր վրա։ Դաշտը ազատ է, ընտրությունները ազատ եւ անկախ են, մեդիան ազատ է, ավելի քան ազատ է, նույնիսկ ստանդարտակորեն ազատ է, թող գնան եւ իրենք ընտրվեն եւ իրենք ասեն մի բան ավել հայաստանյան ընտրողների եւ ընտրվեն իրենք։ Ինչ է նշանակում մեզ ձեռ տվող ընդդիմություն, մեզ բացարձակ նրանք ձեռ չեն տալիս, բացարձակ նրանք պարզապես տոքսիկ ընդդիմություն են, տոքսիկ մի րոպե, նվեր են, որտեղ թակյատներով նվեր են, իհարկե նվեր են, բայց այդ նվերը մենք չենք բերել մեր թևի տակ դրած ազգային ժողով կամ որևէ կամ համայնք։ Այդ նվերին ընտրել են մեր քաղաքացիները, մեր հարգելի եւ սիրելի, եւ դա իրենց ընտրությունն է, որը մենք պարտավոր ենք հարգել, ինչքան էլ որ լինենք տոքսիկ։ Իսկ այն մյուս ուժերը, որոնք որ սրտնեղում են, որ իրենք չեն ընտրվում, ասում են, թող նայեն հայլու մեջ եւ գնան եւ ստանան մեր ընտրողների քվեն եւ զբաղեցնեն այսօրվա տոքսիկ ընդդիմության տեղը եւ դերը ավելի կոնստրուկտիվ ընդդիմությամբ, որը որ իրենք փորձում են լինել։ Մենք այդտեղ անելիք չունենք, որևէ անելիք չունենք։ Մենք ապահովում ենք ընտրությունների օրինականությունը, ազատությունը, թափանցիկությունը, հավասարությունը, մնացածը ժողովուրդն է որոշում։ Եթե իրենք չեն կարողանում ժողովրդից քվե ստանալ, կներեք, բայց պետքա ինքնահայեցմամբ զբաղվեն եւ ոչ թե պարզապես մեղավորներ փնտրեն իրենցից դուրս։ Բայց Նիկոլ Փաշինյանի վերջինային հայտարարությունը, որ նրանք հատկապես դաշնակցություններ չեն, նաև ուղղված դրախոսքը, որ չպետք է լինեն ազգային ժողով, լինելով։ Բայց ոնց։ Խոսքը իհարկե նաև ժողովրդին ընտրողների։ Իհարկե չէ, միայն ժողովրդին է ուղղված։ Okay, ուրեմն ժողովուրդն այդպես որոշ է։ Ամենաշատ Եվ հետեւաբար ժողովուրդն է այդպես որոշում, որը որ վերին ածանի ճշմարտությունը Հայաստանի Հանրապետություն, միայն ժողովուրդն է վերին ածանի ճշմարտություն եւ ոչ թե որևէ փորձագետ կամ որևէ քաղաքական գործիչ։ Ժողովուրդը կորոշի, որ կլինեն, ուրեմն կլինեն իրենց դերում եւ տեղում, դժբախտաբար ինչ որ մեկի համար կամ բարեբախտաբար այդ ուժերի համար ժողովուրդը կորոշի հակառակը կլինի հակառակը։ Պետք չի խնդիրներ փնտրել այնտեղ, որտեղ որ չկան եւ հակառակը չտեսնել այն խնդիրները, որտեղ որ իրենք կան։ Այո, վարչապետը այն ինչ որ նկատի է ունեցել, նկատի այն ինչ որ ես հենց հիմա ասում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի համայնքային ընտրություններում կամ ազգային ընտրություններում ազգային ժողովի որոշում է ինչպիսի տեսք է ունենալու ազգային ժողովը, դրանից էլ նաև բխում է ինչպիսի տեսք է ունենալու կառավարություն եւ իշխանությունը։ Հիմա ասելիք ունենք ժողովրդին, պետք է գնալ ասել ժողովրդին եւ ոչ թե ասել դե ձեզ ձեռք է տալիս, որ այս ընդդիմությունը լինի, բացարձակ ձեռք չի տալիս։ Մեզ ընդհանրապես հաճելի չի այդ երգերը, այդ 100-ամյակներով պատտվող ձայնապնակները լսել ազգային ժողովում կամ մամուլում, բայց ժողովուրդն է որոշում, որ այդ մարդիկ այնտեղ պետք է լինեն։ Հիմա 2026-ին կորոշի նույնը, ստիպված կառերեսվենք դրա հետ, բայց ամեն ինչ մեր կողմից առնվազն կանենք, որ նման բան չորոշի, իր հետ խոսալով, որ մեզ ավելի շատ ձայն տա, ուրիշ ուժերն է պետք է ասեն, որ իրենք ավելի շատ ձայն տա, եւ ժողովուրդը վերջում կորոշի ով է լինելու ազգային ժողովում։
Իսկ ինչպես եք աշխատելու այդ դեպքում, ինչպես եք վարվելու աշխատելու Դաշնակցության հետ, որին պարբերաբար վերջին շրջանում համարում եք ԿԿԲ-ի գործակալները։ Այսինքն Եվ ինչ ա նշանակում, ինչպես ենք վարվելու, ինչպես որ միշտ վարվել եւ աշխատել ենք։ այդ կա Արգային ժողովում պետք է լինի ԿԿԲ-ի գործակալը եւ այլ կանոն անկեղծ ասած այդ Փաշինյանի հայտարարություն։ ես չեմ Պետք է ամբողջ ես շատ լավ ես ներկա եմ եղել վարչապետի այդ ելույթի ժամանակ, ես չեմ հասկանում այդ սլաքները, որ ուղղվում են մեզ, այսինքն ինչ է առաջարկում։ Մենք բոյկոտ ենք ազգային ժողովի նիստերը, երբ որ Հայաստանության քաղաքացին ընտրել է մարդկանց, որոնց մենք կարծում ենք այո, որ ժամանակին եղել են սովետական միության ժամանակ ԿԳԲ-ի գործակալներ եւ այո նաեւ սովետական միությունի ազդեցությունը Դաշնակցության միջոցով է տարածել ամբողջ աշխարհի վրա, հատկապես հայաբնակ համայնքներում, տարբեր երկրների գաղութներում։ Պետք է խոսել ժողովրդի հետ եւ ասել այդ ամեն ինչ, որովհետեւ ժողովուրդը կատարի ճիշտ ընտրություն, բայց մեկը մեզ 100% ձայն չեն տալու, պարզա չէ, ոչ մեկին 100% ձայն չեն տալի։ Մեզ կտան ձայների մեծամասնությունը, միգուցե ճնշող մեծամասնությունը, բայց միևնույնն է լինելու է ընդդիմություն։ Եվ այդ ընդդիմության նաեւ օրենքով չի կարող մի ուժ ընտրվել, նույնիսկ երկու ուժ չի կարող ընտրվել, առնվազն 3 ուժ պետք է ընտրվի ազգային ժողով եւ պատիվ ունեմ դաշինքը դրա շնորհիվ է հայտնվել օրինակ ազգային ժողով։ Մյուս քաղաքական ուժերը պետք է գնան ժողովրդին բացատրեն, որ մի ընտրեք Դաշնակցությանը, ընտրեք մեզ, բայց պետք է ասեն նաեւ ինչու։ Հասկանում եք, այդ ինչուի մեջ է խնդրեմը, որ չեն կարողանում ասել ինչու։ Սխալ բաներ են կամ ասում, որ ժողովուրդը չի ընկալում, եւ այո, նաեւ կան մեր քաղաքացիներ, որոնք երևի համակրում կամ հավատում են Դաշնակցության կամ նրան հարող ուժերին, իդեպ Դաշնակցությունը երբեք վերջի տարիներին իր դեմքով չի ընտրվել իշխանություն, դա եկեք ֆիքսենք։ Նույնիսկ վաղ շաբաթում Դաշնակցությունը ՀՅԴ անունով չի մասնակցել ընտրություններին։ Դաշինքով է մասնակցել մի ժամանակին իրեն ոչ այդքան լավ դրսևորած քաղաքացու կամ քաղաքական գործչի հետ եւ ընտրվել են նույնը Հայաստան Դաշինքն է։ Իսկ 2018 թվականի ազգային ժողովի ընտրություններին Դաշնակցությունը մասնակցել է ընտրություններին եւ չի հաղթահարել շեմը։ Եվ եթե նույնպես մասնակցի, չի հաղթահարելու Դաշնակցությունը այդ շեմը։ Լավ, ընտրություններից արդեն այլ վերանանք, այլ հարցեր եւս։ Դուք ասացիք կենսաթոշակների բարձրացնելու եք արդեն հետ վերադարձի հիմունքներով եւ ոչ միայն եթե չեմ սխալվում կենսաթոշակառուների, այլ նաեւ սովորական քաղաքացիների դեպքում նույնպես, բայց կենսաթոշակառուների վերաբերյալ խնդիրը վերջին շրջանում դուք բարձրացրել եք, վերջին հատկապես բարձրացման կենսաթոշակի բարձրացման դեպքում արդյունքում շատ կենսաթոշակառուներ զրկվեցին սոցիալական նպաստներից։ Ընդամենը մի քանի հազար դրամ բարձրացավ կենսաթոշակը, բայց իրենք զրկվեցին 20, մոտավորապես 20,000 դրամ, եթե չեմ սխալվում կամ ավելի սոցիալական նպաստից, ինչը շատ դեպքերում նրանց համար էական էր, որտեղ թոշակառուների մեծ մասը ունեն շատերը ունեն քրոնիկ հիվանդություններ, դիաբետիկ են, ուղեկցող նաև ճնշման հիվանդության, գումարական այլ հիվանդություններ եւ շատ դեպքերում դժգոհում են նրանք, որ այդ գումարը անգամ իրենց թոշակը դեղերին չի հերիքում եւ այդ նպաստի գումարը իրենց համար էականներին չի նման կոմբինացիա արեցիք եւ զրկեցիք այդ ծեր մարդկանց այդ թոշակը։ Խոսքը հավանաբար պիլոտային մեր ծրագրին է վերաբերում, որ իրականացվում է միայն Սյունիքի եւ Կոտայքի մարզերում եւ ամբողջ հանրապետությունում մինչեւ հիմա գործում է նախորդ համակարգը, որի ժամանակ այդ մեխանիզմը չի աշխատում եւ նաեւ այդ ծրագրի շրջանակներում մենք այդ պիլոտի կան դժգոհություններ Երևանից կան դա ենթադրում եմ այլ բանն է վերաբերում մեր հաշվարկների մեխանիզմներին, հա։ Տեսեք, այնպես չի որ 20,000 դրամը իհարկե շատ մեծ թիվ է, բայց ես հասկանում եմ ինչու են մեր քաղաքացիները նաեւ հաճախ դրանով պայմանավորված իրենց կենսագործունեությունը ապահովում։ Դրա համար մեր հատկապես 65 տարեկան պլյուս կենսաթոշակառուներն ու հատկապես դուք պատահական չբերեցիք այդ օրինակները, որտեղ այդ ծախսերի մեծ մասը նաեւ գնում է առողջապահությանը, մենք առողջության ապահովագրություն ենք տրամադրելու հունվարի 1-ից, որը ուրիշների համար արժի ամսական 10,800 դրամ, դա ըստ էության կարելի է դիտարկել որպես այդքանով կենսաթոշակների բարձրացում, բայց ոչ թե հենց ուղիղ դրամային, որտեղ ծախսը կարող է լինել միլիոնավոր դրամների, որի մեջ մտնելու է եւ դեղորայքային փաթեթները առողջության ապահովության մեջ եւ նաեւ հիվանդանոցային բուժօգնություն, որը նրանք չունեն, մոտ 400,000 կենսաթոշակառու չունի առողջության որևէ երաշխիք Հայաստանում, որոնք հունվարի 1-ից ունենալու են։ Դրանից ավելի լավ բարձրացում կենսաթոշակների հնարավոր չէ պատկերացնել, բայց նաև այո, ինչ որ չափով բարձրանալու են նաև մեր
հետ վճարով տրամադրված գումարները մոտ 3-4 հազար դրամի չափով, որը ըստ էության իրենց կենսաթոշակի չափի համեմատ բավական էական բարձրացում է եւ ընդհանրապես այդ մեր սոցիալական քաղաքականությունը դրան է ուղղված, որ մենք հնարավորինս շատ ծառայություններ կարողանանք մատուցել, թեկուզ դեռ կենսաթոշակները այնքան բարձր չեն, որ դրանով հնարավոր լինի նորմալ, կենսագործունեությունը ապահովել, բարձրեն միայն նվազագույն պարենային զամբյուղից եւ կազմում են նվազագույն սպառողական զանգվածի, ասենք տարբեր ամիսներին, ասենք 70-ից մինչև 90%-ը, բայց մյուս ծառայությունները, որ մենք մատուցում ենք, այդ նույն առողջապահական եւ այլն, դրանով ըստ էության լուծում ենք այդ մեծ բեռը, որը որ նրանց ուսերին կա, իսկ պիլոտի մասով, որը մենք անում ենք անապահովության, դա տեղել կան այդպիսի դեպքեր, դրա համար եմ ասում, երբ որ շեմ կա, շեմից ավել եկամուտների դեպքում պարզապես անապահովության նպաստ չի հաշվարկվում։ Մենք այդ պիլոտը հիմա դիտարկում ենք, որպեսզի շտկումներ իրականացնենք եւ Հայաստանի ամբողջ տարածքով տարածելուց առաջ վստահ լինենք, որ հնարավոր բոլոր ռիսկերը հաշվարկել են։ Իսկ բարձրացում այնուամենայնիվ նախատեսվում է ոչ թե քեշբեքի եւ վերադարձի տեսքով, այլ իսկապես կենսաթոշակների բարձրացում։ Այս պահին չի նախատեսվում, բայց դա ոչ մի տարբերություն չունի քեշբեքով բարձրացումից, որովհետեւ մենք քաղաքացիներին մեր կենսաթոշակառու եւ նպաստառու եւ բոլոր տեսակի նպաստներ ստացող քաղաքացիներն է դա վերաբերում։ Իդեպ նույն ձևով վերաբերվում նաեւ երեխայի խնամքի նպաստ ստացողներին, երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստ ստացողներին, բոլորը կարող են օգտվել քեշբեքի ծառայություններից, հիմա 12% եւ 6000 դրամ սահմանաչափով, բայց հունվարի 1-ից 20% եւ 10000 դրամ սահմանաչափով, եւ եթե օրինակ վերցնենք ու ասենք ձեր բոլորի թոշակը 2000 կամ 3000 դրամով բարձրացնում ենք, դա ոչ մի ձևով չի տարբերվում այսօր այդ հնարավորությունից, որը դու ինքդ բաց պետք է ապահովես, որտեղ մեր համար կարևոր է, որ տեղի ունենա անկախիկ առևտուր, որի ժամանակ պետք է վճարվեն հարկեր, որից է պետք է գոյանա քո նույն կենսաթոշակը։ Եթե չեն վճարվում հարկեր, կենսաթոշակ եւ այլ բաներ չեն կարող գոյանալ պարզապես։ Պարոն Թորոսյան, այս դեպքում ես չեմ զլանում նորից կրկնել, ձեր գործընկերների հետ հարցազրույցներում եմ կրկնել, որ դուք բեռը թողում եք թոշակառուների վրա, բայց եկամուտների կոմիտեն այդ առումով այդքան էլ լավ չի աշխատում, որովհետև հատկապես մարզային գյուղական համայնքներում, ճիշտ է, վարչապետը վերջին շրջանում կոպիտ կարգադրություն տվեց, որ բոլորը պետք է անցնեն քարտային, չէ, կենսաթոշակներ ստանալ դեպքում, բայց թոշակառուները գնում են բանկերից կամ բանկոմատներից ստանում են արդեն կանխիկ իրենց գումարը եւ գնում են գումարով են առևտուր անում, քաշ կանխիկ են առևտուր անում, որովհետեւ կան շատ խանութներ մարզային շրջաններում, որտեղ որ ասում են չի աշխատում մեր համապատասխան սարքավորում։ Ուրեմն պետական եկամուտների կոմիտեն չի կարող յուրաքանչյուր խանութի կամ յուրաքանչյուր ՀԴՄ տպելու դեպքի վրա վերահսկողություն անել, ոչ մի երկրում չի կարող ունենալ։ Դրա համար մենք կանք, մենք պետք է պահանջենք, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա անկախիկ եւ պահանջում ենք մեր վճարումը կատարելով անկախիկ եւ ես մեր հազարավոր դեռևս կենսաթոշակառուներ եւ նպաստառուների կոչ եմ անում չհանել բանկոմատից իրենց գումարները եւ առևտուրը անել անկախիկ։ Եվ մենք հիմա արդեն 350-ից 1000 ավել քաղաքացի ունենք, որ դա այդպես է անում։ Եվ եթե 350,000-ից ավել քաղաքացին դա այդպես է անում, քաղաքացի դիտոշակառու, կենսաթոշակառու, որը մեր քաղաքացին է, ինչ տարբերություն ունի։ Կենսաթոշակառու, նպաստառու եւ հաշմի ես խոսքում դրանց մասն եմ, մեր սովորական մարդկանց մասին չի, որոնք չեն ստանում պետությունից այդպիսի վճարներ։ Եթե նրանք անում են, ապա մյուսներն էլ կարող են դա անել։ Պարզապես պետք է ասում եմ, այո, մի փոքր ջանք գործադրել եւ նաեւ այո մի քիչ էլ երևի ճնշում գործադրել այդ խանութների վրա եւ ստիպել նրանց, որ այդ ամեն ինչը անեն անկախիկ, որտեղ դա իրենց համար գումար է բերելու եւ այդ բոլոր քաղաքացիներին վերադառնալով մենք հիմա 2% այդ վճարի համակարգ ենք ներդնում բոլորի համար։ Իդեպ դա նաեւ վերաբերում է նաեւ կենսաթոշակառուներին եւ հետեւաբար իրենց հետ վճարը լինելու է ոչ թե 20%, այլ 22%, այսինքն 12-ից 22% է դառնալու, որը պետք է դրթի մեզ բոլորիս անել հնարավորինս շատ անկախիկ առևտուր, որպեսզի մենք կարողանանք նաեւ եւ գումար ստանալ մեր օգուտի համար եւ նաեւ պետական բյուջեն գումար ավելանա, որով կատարում են բոլոր ծախսերը։ Ես չեմ հասկանում պարզապես ինչն է այդտեղ դժվար այն իմաստով, որ սա երկկողմանի համագործակցություն պետք է լինի, հաղթանակ, պետություն, քաղաքացի
համագործակցության վառ օրինակ է։ Պետությունը համագործակցում է քաղաքացու հետ, քաղաքացին պետության հետ, հավաքվում են շատ հարկեր, որոնք հիմա թաքցվում են, որից են նորից գոյանում են այդ վճարները, որոնք էլի տրվում են այդ քաղաքացիներին։ Դուք ասում եք չեմ հասկանում, բայց մարզական գյուղական համայնքներում բոլորը բոլորին ճանաչում են եւ դժվար թե ասենք քաղաքացին քիչ են դեպքերը, որ կա համագործակցի պետիակամուտների կոմիտեի հետ, ասելով որ այս խանութուն չեն տալիս մեզ այդ Եվ հետևաբար քաղաքացին եթե նախընտրում է, որ օրինակ ինքը զրկվի իր պոտենցիալ 10,000 դրամից ամսական, ինչա թե ինչ որ մեկի այդ հարաբերությունը չփշացնի, գիտեք, բայց իմ համար դա ընդունելի չի։ Եթե քաղաքացին ուզում է իր 10,000 դրամը ստանալ, ուրեմն պետք է ինքը այդ թվում իր շատ սիրելի խանութ-պանին կամ խանութի տիրոջը պետք է ասի եղբայր, ես անելու եմ անկախիկ առևտուր, հանիտ պոստտերմինալ, որը գրեթե բոլորը ունեն, չեն էլ կարող չունենալ օրենքի պահանջը դա, ու այդ ամեն ինչը կատարվի անկախիկ եղանակով։ տեսեք դուք առողջապահության ապահովագրության անդրադարձակ, որը եկող տարվանից գործարկվելու է, բայց նորից ձեզ քննադատողները կամ անդիմախոսներն ասում են, որ իրականում ոչինչ չի փոխվելու առանց այսպես թե այնպես թե անչափահասները, թե թոշակառուները ունեին արդեն պոլիկլինիկաներում կամ ինչու՞ չէ միայն պոլիկլինիկաներում պետպատվերից օգտվելու հնարավորություն ունեին դրանք, գրեթե ոչինչ չի փոխվում այս դեպքում։ Չգիտեմ ում եք ցիտում, բայց երևի եթե ուղիղ էսի չէ, մի րոպե, եթե ուղիղ բան են ասում, անգրագետ են պարզապես եւ չեն տիրապետում ոչնչին։ Մինչև 18 տարեկան երեխաները այո ունեն պետպատեր եւ ես եմ դա ժամանակին ապահովել, որտեղ մինչև 6 տարեկաններն էին, հետո դարձան 18 տարեկաններ եւ մենք դա շարունակում ենք ապահովել ավելի լայն փաթեթով, իսկ 65+ տարեկան քաղաքացիներ չունեն հիմա պետպատեր։ Եթե խոսքը պոլիկլինիկային է վերաբերում, պոլիկլինիկան միշտ էլ անվճար է եղել, բայց պոլիկլինիկայում շատ հարցեր չես կարող լուծել եւ կյանք փրկող ծառայությունները գտնվում են հիվանդանոցում եւ երբ որ 400,000 քաղաքացու դու մտցնում ես համակարգ ու ասել որ դա այդպես չեղավ, նորից եմ կրկնում, դա նուրբ ասած լկտի սուտ է եւ անգրագիտություն պետք չէ այդ մարդկանց լսել եւ հատկապես նաեւ ցիտել։ Կան քաղաքացիներ, որ ունեն հիմա երաշխիքներ, նրանք տեղափոխվում են անապահովության համակարգ, իսկ երկու մեծ խումբ քաղաքացիներ 200,000-ից դրամ 200,000-ից ավել ստացող քաղաքացիներն են, դրանք կրկին 100,000-ավոր քաղաքացիներ են եւ 400,000-ից ավել եւ 400,000 քաղաքացի 65+ դրանք նույնպես արդեն համարյա միլիոնի հասնող քաղաքացիներ են լինելու վերջում եւ նաեւ երրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեցող եւ անձի ֆունկցիոնալության գնահատման միջին աստիճանի սահմանափակում քաղաքացիներ, որոնք հիմա օգտվում են պետպատերևի փոքր փաթեթից, առնվազն 2 տարի օգտվելու են ամբողջական ապահովագրության փաթեթից։ Իսկն տարբերությունը ահռելի է լինելու, ահռելի։ Լավ, կսպասենք։ Անդրադառնանք նաև հայ-ադրբեջանական խնդիրներին։ Դուք ըստ երևույթին լսել եք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովի վերջին հարցազրույցը 44-օրյա պատերազմից 5 տարվան ընթառաջ, բայց որ հարցնակ փորձն ում են դեպքում մամուլում եւ սոցցանցերում այնքան էին մեջբերումները եւ դե հատկապես մեր ընդդիմադիրները ավելի շատ ադրբեջանցիներն են մեջբերում, քան մեզ, բայց եւ հատկապես ընդդիմադիր մամուլը, բայց ասեք։ Հա, ամեն դեպքում մարդը ասել է, այսպես ասած, որ դեռևս առաջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում խնդրել է որ չկրակեն սահմանների վրա, մինչեւ ինքը կհասցնի կողմնորոշվել, հայ ես շատ բառացի եմ ասում, կողմնորոշվել Արցախի հարցում եւ Արցախյան հարցը լուծել, բայց 6 ամիս հետո հանդիպելուց հետո Փաշմանելը եւ Ալիևին ասել ինչ է, դուք ուզում եք ինձ սպանեք, եթե ես այդ հարցը լուծեմ, ես կսպանեմ։ Դուք ինչ քննարկում ունեք, ինձ կսպանեն, դուք ինչ վարչապետը դրան անդրադարձել է վերջի ազգային ժողովի հարց-պատասխանի ժամանակ, եթե չեմ սխալվում, եւ նաեւ ասել է, որ մինչեւ տարվա վերջ կարծես թե այդ բանակցությունների փաթեթը, որը հիմա պատրաստվում է, կհրապարակվի եւ ամեն ինչ པարզ կդառնա, ով ինչ է ասել եւ ով ինչ չի ասել, եւ նաեւ այդ գիտեք բանավոր էս ասեցի, բանավոր են ասեցի, հիմա չգիտեմ, մեկ ուրիշ վկա բերես, ասես չէ, տես բան չեմ ասել եւ այլն, այն ինչ որ եղել է գրավոր մեր բանակցությունների շրջանակներում, որը որ առաջարկներ են տրվում եւ առաջարկներ են ստանում, հավանաբար ասում եմ մինչեւ տարվա վերջը կհրապարակվի եւ մարդիկ կտեսնեն ինչ է իրականում տեղի ունեցել կամ ինչ տեղի չի ունեցել, իսկ այդ լիրիկական զեղումները, գիտեք, ինձ կսպանեն կամ չգիտեմ մի կրակի մինչև ժամանակ եւ այլն, այնտենց միշտ կարելի է ռետրոսպեկտիվ շատ բաներ ասել, մանավանդ որ գիտես որ այդպես տենց ցանկություն չկա քեզ այդ
անիմաստ բաների մեջ մտնելու պոլեմիկայի մեջ եւ հերքել, ասենք հիմա ինչ պետքա վեր կենանք, ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։ Ես դրա համար եմ ասում, այդ Ադրբեջանի կողմից հաճախ նաեւ ոչ արտաքին սպառման օրակարգերը բերել մտցնել Հայաստանի ներքին օրակարգ, այդ հիբրիդային պատերազմի կամ հիբրիդային հարձակումների մաս դարձնելը բնորոշ է մեր ընդդիմությանը ու ասում եմ նրանք են Ադրբեջանի ավելի շատ խոսնակը կամ պրոպագանդիստը, քան թե հենց ադրբեջանցիք Հայաստանի Հանրապետությունում։ Կհրապարակվի փաթեթը կտեսնենք ով ինչ է ասել գրավոր կերպով, որտեվ բանավոր ժանրը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես երկրների հարաբերությունների հիմք։ Ես չհասկացա կհրապարակվի նախկին բանակցային փաստաթղթերը, թե նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանին էլ Եթե կարողանում վարչապետը այդ հարցին պատասխանել է, որ ամբողջական փաթեթը կհրապարակվի։ Լավ, վարչապետը նաև անկլավների հետ վերադարձի, նաև Ադրբեջանից ստանալու մասին արդեն բանավոր հայտարարություններ արեն։ Ինչպես եք պատկերացնում դա։ Այսինքն մենք Տիրանաշենը վերադարձնում ենք, եթե ենք բերում Արցախը այն մեզ համար շատ մեծ նշանակություն ամեն դեպքում իսկ Արցախը չունի մեծ նշանակություն ունի, բայց հրապարակվում է ու իսկապես էլ Տիրանաշենով անցնող այդ ճանապարհներ, այդ նրա դիրքը շատ ավելի կարևոր կարող է լինել եւ հետեւաբար չէ ինչպես եք պատկերացնում։ Ես շատ լավ եմ պատկերացնում, որ կա երկու մեխանիզմ այդ հարցը լուծելու, կամ սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում մեր անկլավները վերադարձում են մեզ եւ ադրբեջանական անկլավները վերադարձում են Ադրբեջանին, բայց դրա մասին այս բային քննարկում չկա, կամ տեղի է ունենում հարակվե տարածքային ամբողջականությունը մեր փոխելու ձևով եւ ժողովուրդը որոշում է, որ այն ինչ որ մերն է մնում է, այսինքն սահմանից այս կողմ եւ այն կողմը մնում է իրենց կամ մեզ եւ այդ խոսակցությունից այդ բանակցությունից խուսափելու անհրաժեշտություն չկա, որտեղ մենք ինքներս ունենք ճակերտներով ստանալիք, հա, այդ խոսակցությունը պետք է գնա սահմանազատման եւ սահմանագծման համատեքստում եւ ես նորից չեմ հասկանում այդտեղ այսքան մութ սենյակում կատու փնտրելու անհրաժեշտությունը։ Հետո ինչ որ կարևոր է Հայաստան։ Ով ասեց որ իսկ ով ասեց որ ավելի կամ ավելի քիչ կար։ Մի րոպե, ով ասեց որ ավելի կամ ավելի քիչ կար։ Ով ասեց որ դա իրականություն է։ Ճանապարհները սարքվում են եւ կարող են սարքվել եւ նարն նորից։ Ասելը պետք չի որևէ ճանապարհի նշանակությունը գերագնահատել։ Ես նորից եմ գրում, իսկ ով ասեց որ ավելի մեր որևէ տարածք ավելի քիչ կարևոր է, քան մյուս մեկ տարածքը չկա նման բան։ Մեր բոլոր տարածքները կարևոր են եւ մենք բոլոր տարածքների տերն ենք եւ այդ տարածքները սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում պետք է վերադարձան Հայաստանի Հանրապետությանը, նույնը հակառակը, եթե մենք ունենք մեր վերահսկողության տակ այլ պետության տարածք, պետք է վերադարձի այլ պետությանը, որտեղ մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Լուծումներ կան տարբեր տեսակի, նորից եմ կրկնում, թե սահմանագծման սահմանազատման արդյունքում կորոշվի, որ նպատակահարմար է դրանք փոխանակել իրար հետ, դրա համար կա մեխանիզմ, սա հարակվ է, որտեղ մեր սահմանադրությամբ հարակվեով է միայն հնարավոր փոփոխել երկրի տարածքային ամբողջականությունը։ Ժողովուրդն է ի վերջո որոշելու անկլավների հարցը, ոչ թե մենք կամ վարչապետը կամ որևէ այլ պետական պաշտոնյա։ Իսկ մեր այն տարածքները, որոնք Ադրբեջանը վերցրել է վերահսկողության տակ, դա կա վստահություն ձեր մոտ, որ սահմանագծման արդյունքում դրանք հետ կվերադարձնեն, որովհետև դուք կա նաև մտահոգություն էլ, որ եթե Ադրբեջանը իդ վերադարձնելու մտադրություն, այսպես ասած, ունենար, նման ամրաշինական կառույցներ չէր կառուցի այդ հատվածը։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում, ես արդեն 4 տարի կամ երկար երև 3 առնվազն տարի կրկնվող այս թեզերը եւ քանի որ դրանց բազմաթիվ անգամներ պատասխանվել է, մենք մինչ օրս նույնիսկ 90-ականներից եկած տարածքներ ունենք Ադրբեջանի, որ մեր վերահսկողության տակ է։ Մենք էլ ունենք այդ ամեն ինչ որ իրենք ունեն իրենց վերահսկողության տակ։ Եվ մենք տրամադրված ենք կառուցողական այդ բոլոր հարցերը լուծելու։ Երբ մենք տեսնում ենք, որ այդ process-ները գնում են դանդաղ, բայց գնում են, բա ինչ ենք ակնկալում, որ 30 տարվա հակամարտությունից հետո դες մի օրում բոլոր հարցերը պետքա լուծվեին, հետո լուծվեին, թե հետո մեզը չհասնեն ընդհանրապես այդ հարցերը, եւ լուծվեին։ Եվ մենք այո կարծում ենք, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը բերելու է մեր երկրների սահմանների երկկողմանի ամբողջ երկայնքով սահմանագծման եւ սահմանազատման, որը վերջում կանգնելու է 29743 քառակուսի կիլոմետրի վրա մեր համար։ Դա գործընթաց է, որը մենք պետք է ջանասիրաբար եւ համբերատար տանենք, ինչքան էլ որ այն տևի,
բայց մենք փորձում ենք, որ դա անենք հնարավորինս արագ։ Տեսեք, այս պահին, երբ որ մենք տեսագրում ենք մեր այս զրույցը, դժբախտաբար հանրային ծառայությունների կարգավորող ժողովում ընթանում է նաև այսպես ասած հայցին լիցենզիայից զրկելու այդ նիստը եւ դատելով իշխանությունների կամ հանձնաժողովի տրամադրվածությունից տպավորությունն է, որ իսկապես կզրկվի, իսկ հայցը ունի դիմել է միջազգային արբիտրաժային դատարաններ եւ $500 փոխհատուցման մասին հարց են 500 միլիոն։ $500 միլիոն, այո։ Դուք նույնպես չեք բացառել, որ դրա համար պետք է փոխհատուցում տրվի հայցին, որքանն է կառավարությունը $500 միլիոն, $500 միլիարդ կարող է վճարել։ Իսկ ինչի պետք է վճարի $500 միլիոն։ Ես գիտեք, այդ տենց օթում արված հայտարարությունների վերաբերյալ չեմ ուզում մեկնաբանել, բայց կարող է վերջում պարզվի, որ իրանք պետք է լինի բանել մեզ վճարեն, օրինակ իրանք վերցրած պարտքերի վճարման համար։ Դուք ավելի շատ բան գիտեք։ Դե ինչու եւ պետք է վճարել։ Եվ հետեւաբար չի կարելի անել եզրակացություններ ու ընդհանրապես մեկնաբանություններ մի բանի վերաբերյալ, որին դու խորությամբ չես տիրապետում։ Ինչին ես ինքս էլ չեմ տիրապետում։ Ես ասում եմ որպես կոնտրարգումենտ, իսկ ով ասեց, որ մենք պետք է ինչ-որ բան վճարենք նրանց, եթե պարզվի, որ օրինակ այդ $500 միլիոն դոլարի դիմաց մի $600 միլիոն է պարկ կա այլ ընկերություններին եւ մի հատ էլ իրանք պետք է վճարեն, որ ժամանակին պարկ են արել եւ այդ պարտքն ոչ արդյունավետ են ծախսել, բազմաթիվ դեպքեր արդեն մինչ օրս արձանագրվել են այդ ոչ էֆեկտիվ ծախսի, չգիտեմ, վարձակալություններ, իրենց հետ փոխկապակցված ընկերությունների հետ շինարարական տենդերներ եւ այլն։ Կգա ժամանակը բոլոր հարցերին պատասխան կտրվի, եթե ՀՑԿ-ն կորոշի, որ լիցենզիայից զրկվելու է, բանակցություններ են սկսվելու, եթե չեմ սխալվում, սեփականատիրոջը ձեռքբերման վերաբերյալ, նաեւ այդ ժամանակ է բարձնելու, թե այդ ինչքան պետք է վճարենք եւ ով պետք է վճարի իրականում։ Եթե ոչ, արդեն այլ մեխանիզմ է գործում, ընդհանուր մինչև հանրային գերակա շահ ճանաչելը եւ ես կարծում եմ, որ այս գործընթացը ինչպես ընթանում է, այդպես էլ տրամաբանությամբ պետք է ընթանա եւ մենք արդյունքները կտեսնենք արդեն։ Ես չեմ կարող ուրիշների որոշումների փոխարեն հիմա ձեզ տեղեկություններ հայտնել։ Եվ վերադառնալով ընտրություններին, պարոն Թորոսյան, եւս մի հարց, երկար ժամանակ արկախված էր մնացել, կարծեք թե մահակի նման կախված էր մնացել Էջմիածնի վրա այն վարչապետի այն հայտարարությունը, որ պետք է կաթողիկոսի կամ եկեղեցու ավելի շուտ կաթողիկոսի դեմ ինչ-որ գործունեություն դուք պետք է հավաք իրականացնեիք, դա տեղի չունեցավ մինչև ընտրությունները։ Արդյոք ընտրություններն էին պատճառը եւ արդյոք դուք ընտրություններից հետո այնուամենայնիվ գնալու եք այդ քայլին կաթողիկոսի։ Նախ դա ինչ-որ մեկի դեմ չի եղել, դա եղել է հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողմից իրենց իսկ եկեղեցու համար արվող գործողություններ։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ եւ այս ամեն ինչին նայում եմ միայն քաղաքական կոնտեքստով եւ ես կարծում եմ, որ եթե կա կանոն, պետք է պայմանավորվենք, այդ կանոնը պահպանում ենք, թե չենք պահպանում։ Եթե չենք պահպանում, ապա չենք պահպանում բոլորովս եւ հետեւաբար այդ եկեղեցին քանդվում է, քանի որ այդ կանոնի հիման վրա է գործում եւ ստեղծվել եւ կանգուն, հա, եթե պահպանում ենք, ուրեմն այդ կանոնը խախտողները պետք է լքեն իրենց կողմից ապօրինի զբաղեցվող տարածքները եւ կոչումները եւ այլն եւ այդպես շատ པարզ բանաձև է, շատ པարզ, հենց այն որ ասում են մի հայտնի Փերոս ասում էր Ուչաստկովի գործ է, ըստ այդպիսի մի գործ է, པարզ բանաձև է, այո կամ ոչ, խախտել ես թե չես խախտել, եթե խախտել ես ուրեմն չես կարող ուտել, վերջ։ Իսկ նա խախտել է եւ հետեւաբար նա չի կարող ընտրել։ Իսկ ինչ վերաբերում է մեխանիզմներին, թե ինչպես հայ առաքելական եկեղեցու հետևորդները կուզենան բարենորոգել իրենց եկեղեցին, ես կարծում եմ դա իրենց իրավունքն է այս կամ այն կերպ դա անելու։ Իսկ այդ խոստումը մինչև հիմա տեղի չունեցավ այն պատճառով, որ վաղարշաբաթում ընտրություններ էին։ Ինչ խոստում։ Այն որ պետք է հավաքանեիք այնտեղ ընդդեմ կաթողիկոսի։ Նորից եմ կրկնում, դա ընդդեմ չի ինչ որ մեկի։ Եվ երկրորդը ես ոչ հավաք անող եմ եղել, ոչ էլ այդ հավաքին մասնակցող, բայց նորից եմ կրկնում, եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդները կորոշեն հավաքանել այս կամ այն եկեղեցում, այս կամ այն քաղաքում, որպեսզի իրենց եկեղեցին ավելի լավը դարձնեն, դա իրենց իրավունքն է, երբ կուզեն կան։ Վարչապետն էլ մինչև քաղաքացիներին հասնելը վարչապետն էլ այդ մասին հայտարարել։ Հա, դե վարչապետին ես որպես քաղաքացի եմ դիտարկում, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Եվ վարչապետում տեղի ունեցան ընտրությունները, սպասենք առաջիկայում այդ խոսման։ Ես պատասխանեցի ձեր հարցին։
Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ԱՄՊ+-ի տաղավարում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։